Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են հետաքրքիր իրադարձություններ, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա զարգացումներին։ Դիանա Գրիգորյանը հեռուստադիտողների համար հետաքրքիր անակնկալ է պատրաստել նոր կերպարներ և իհարկե հին կերպարներ, որոնք անցյալում հենց այնպես հեռացան հեռուստասերիալից, հիմա վերադառնալու են, իրենց հետ բերելով նոր ու հետաքրքիր գաղտնիքներ։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սեմը վերադառնում է և արդեն Աշոտ Պողոսյանը միացել է դերասանական անձնակազմին ու մասնակցել հեռուստասերիալի հերթական վերջին սերիաների նկարահանումներին։ Օրեր առաջ Մերիի և Անգելինայի կերպարները մարմնավորող դերասանուհիները իհարկե կատակով նշում էին, որ Սեմը վերադառնալու է և պարզվելու է, որ Մերին ու Սեմը քույր ու եղբայր չեն։ Հեռուստադիտողների մեծ մասին այդ ժամանակ այդ ամենը թվաց կատակ և ընդամենը հումոր, բայց ինչպես երևում է հետագա սերիաների նկարահանումներից, Սեմն իրոք վերադարձավ։ Հիմա մնում է պարզել, արդյոք Մերին ու Սեմն իսկապես քույր ու եղբայր են, թե այդ ամենը եղել է կատակ, և ինչ նոր գաղտնիք է Սեմը բերելու իր հետ, եթե նրանք հարազատ քույր ու եղբայր չեն, ապա ով են իրենք։ Այս վերադարձը նաև նշան է, որ ամեն մեկը պետք է պատասխան տա իր արածների համար՝ Բագրատը, Հենդոն, Միքայելը։ Չէ՞ որ Մերիի ու Սեմի հորը նախկինում սպանել են, իսկ դրա համար ոչ ոք պատասխան չի տվել, և ահա ժամանակն է եկել, որպեսզի ամեն մեկը ստանա իր արժանին։ Դե ինչ, միացեք մեր ալիքին ու տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք ինչ եք կարծում, ինչ նոր զարգացումներ են լինելու և ինչ է սպասվում հետագա սերիաներում, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին։ Իսկ մենք ձեզ համար բերել ենք հետաքրքիր տեսանյութեր, որոնք ձեզ կպատմեն, թե ինչ սպասել «Վերջին զանգը» հեռուստասերիալի վերջին սերիաներում և ինչու է Սեմը վերադարձել, ինչ կապ ունի Սեմը մնացած այլ գաղտնիքների հետ։ Դիտեք տեսանյութը, չմոռանալով գրել ձեր կարծիքները։ Իսկ Հենրին ու Անգելինան, ինչպես պարզ դարձավ հեռուստադիտողներին, բավական թեժ վիճաբանեցին։ Անգելինան Հենրիի դեմքին ասաց այն, ինչ մտածում էր։ Իհարկե, Անգելինան չէր սպասում, որ Հենրին երկրից կհեռանա ու իրեն կթողնի մենակ, չէ՞ որ նա ամեն դեպքում սիրում է Հենրիին, չնայած իր նեղացվածությանը։ Իսկ ավելին դիտեք հենց հիմա մեր կողմից պատրաստված տեսանյութում։ Ժողովուրդ ջան, Վահարով ձեզ, ուրեմն եկել եմ նկարահանման, իսկ թե ինչ նկարահանում է, մի փոքր սպասեք իմանաք, շատ քիչ ինտրիգ մտցնեմ էլի, շատ քիչ, մի փոքր հետո։ Ժողովուրդ ջան, Իսակի դեմքից կզգաք։ Եղբայրս վերադարձավ։ Հələ որ եղբայրն եմ, չգիտեմ հետո ինչ կբարձրի, սաղ ջան մի հատ դեր ձեռը մարա։ Վիդեոյի պատասխաներ ուղղակի։ Հուսով եմ եղբայրն եմ, հուսով եմ։ Այսօր արամ ինչ խաղը։ Մաման զանգեց, ասեց Բագրատն է անգիտակից ընկած։ Գնամ տենամ ինչ է։ Այլ դիմանալու չի լուրջ եմ ասում։ Ինչ է դիմանալու չի, Մերի։ Այս ամեն ինչ ես լարված վիճակը դիմանալու չի։ Օրը սկսվել է նկարահանումից։ Մեծ զոնում սպասում նկարահանող խմբին, այստեղից հետո ունենք եւս մեկ տեսարան այլ լոկացիայում եւ հետո վազում եմ թատրոն փորձի։ Աշխատանքային է սկսվել օրս, ինչի համար շատ ուրախ եմ։ Աշխատանքային երկուշաբթի։ Լավ օր բոլորիդ։ Ասենք խնդրեմ, մազերս են սիրուն լոկններ էր, բայց հիմա պետքա շարունակություն նկարվեմ, արդեն հասել եմ սերիալի նկարահանմանը ու ստիպված պետքա այս ամեն ինչը ուղիղացնել։ Она была актрисой։ Գնացինք
ճիշտ է, սկսակ ունեմ հոգնած ու ամնավատը, որ կարամ ասեմ, հիվանդ, բայց դե կա մի հատ բան բնորություն, այսքան նորությունը որն է, դուք տեսել եք են մի լիմոնը 8 միլիոնը, բայց այս մեկը արդեն 10 միլիոն է։ Մի խմբում նկարահանումս ավարտեցի, հիմա գնում եմ ստուդիա դասի, մինչև ուշ գիշեր, որից հետո էլի նկարահանում ունեմ, վերջին օրերն են իրականում, վստահաբար շատ եմ կարոտելու ու չգիտեմ, աշխատում եմ չմտածել այդ ուղղությամբ, որ վերջացնում ենք, որ էլ չի լինելու մերի կերպարը, խոսքով, շատ դժվար է իրականում մեր համար, մեր կերպարներին հրաժեշտ տալը։